Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հայտարարություն է տարածել։ Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։ Նոր մանրամասներ իշխանություն լրատվականի տեղեկություններով։ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։ Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։ Կենցաղային վեճը կարճ ժամանակահատվածում սրվել է և վերածվել է հրաձգության, որի հետևանքով կա զոհ։ Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը Գրիգոր Գրիգորյանն այս պահին Հայաստանում չէ և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ, նշված էր հայտարարության մեջ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոր տեղեկատվություն է տարածել երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների և միջադեպի մասին։ Նա նշել է. «Բավականին ծանր է պացիենտների վիճակը, իրականացվել են վիրահատություններ, այս պահին ավել բան չեմ կարող ասել, գտնվում են բժիշկների խիստ վերահսկողության տակ», նշել էր նախարարը։ Իսկ մենք հավել ենք, որ Արմլուրի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների հետևանքով սպանված է 45-ամյա Արսեն Վարդանյանն է։ Վերջինս երգում էր ռեստորաններում։ Նա երգիչ էր։ Համացանցում տարածվել է նաև Արսեն Վարդանյանի լուսանկարը։ Ներկայացնում ենք դա ձեզ։ Փետրվարի 18-ին Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության և Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի զենք զինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, առնանման հետքեր, դանակ, Lexus մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Այս պահին ևս քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։ Եվ մինչև դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Նա Երևանի բնակիչ Արսեն Վարդանյանն է։ Երկու վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուսները ծանր, սակայն կայուն։ Այս մասին հայտնում են ԱՆԷ-ից։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից մի քանի լուսանկար է ներկայացրել։ Առաջարկում ենք դիտել դրանք առանց մեկնաբանության։